Բարև ձեզ, առաջիկա րոպեներին զրուցելու ենք Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներից։ Իմ զրուցակիցն է Հայաստանի բուհերի արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մինչև աշխատանքային իրավունքների կոնկրետ խախտումներին անդրադառնալը մեր դիտողներին կուզեի բացատրեք առհասարակ արհմիությունների դերը որն է եւ ինչ գործառույթ են իրենք կատարում։ Տեսեք, այսօր մեր հասարակության մեջ թյուրըմբռնում կա արհմիությունների դերի եւ նշանակության հետ կապված, որովհետեւ մարդիկ ավելի շատ ասոցացնում են խորհրդային ժամանակների արհմիությունների հետ, որոնք իրականում չէին կատարում իրենց դերակատարությունը, ինչ որ պիտի կատարեն։ Իսկ արհմիությունների ամենաառաջնահերթ խնդիրը դա աշխատողների մասնագիտական, սոցիալական, իրավական շահերի պաշտպանությունն է եւ պատահական չի, որ Հայաստանի Հանրապետությունը ունի արհեստակցական կազմակերպությունների մասին առանձին օրենք, որով կարգավորվում է արհեստակցական կազմակերպությունների գործառույթները, թե իրենք ինչով պիտի զբաղվեն։ Իսկ ինչ է տալիս արհեստակցական կազմակերպությունը աշխատողին եւ ինչի համար է անհրաժեշտ եւ կենսական նշանակություն ունի արհեստակցական կազմակերպությունների գոյությունը աշխատավայրերում եւ գործատուների մոտ։ Տեսեք, որպես կանոն աշխատողների շահերի պաշտպանությունը, անհատական պաշտպանությունը յուրաքանչյուր ոք միգուցե կարողանա անհատական շահերը պաշտպանել կամ չգիտեմ դատական կարգով պաշտպանել, բայց կոլեկտիվ շահերի պաշտպանության համար այս ասած չի ենթադրում, որ արհմիությունները անհատական շահերի պաշտպանությամբ չեն զբաղվում, միանշանակ զբաղվում են, բայց արհեստակցական կազմակերպության դերակատարությունը կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է եւ դրանից է բխում նաեւ կոլեկտիվ պայմանագրերի գոյությունը։ Այսօր սոցիալական գործընկերության ամենաբարձր գագաթը դա կոլեկտիվ պայմանագրի գոյությունն է, այսինքն ցանկացած աշխատավայրում գործատու արհեստակցական կազմակերպություն համագործակցությունը համարվում է հաջողված կայացված, սոցիալական գործընկերությունը համարում է կայացած, եթե գոյություն ունի կոլեկտիվ պայմանագիր։ Իսկ կոլեկտիվ պայմանագիրը ինձ ենթադրում է հավելյալ սոցիալական եւ իրավական երաշխիքներ, ինչը նախատեսված չէ աշխատանքային օրենսգրքով։ Եվ ցանկացած 3 աշխատող գործատուի մոտ կարող են միավորվել, եթե չունեն արհմիություն, կարող են միավորվել եւ ստեղծել արհմիություններ։ Իսկ արհմիություններ ունենալու դեպքում աշխատողների շահերի պաշտպանությունը, իհարկե, եթե այդ արհմիությունները դեղին արհմիություններ չեն կամ այսպես ասած չակերտավոր, այդպես ենք մենք ասում, գրպանային արհմիություններ չեն, բնականաբար արհմիությունների գոյությունը մշտապես բխում է աշխատողների շահերից։ Ինչու՞ չէ նաև գործատուի շահերից, որովհետև եթե գործատուն ունի բարձր իրավագիտակցություն ունեցող եւ պաշտպանված աշխատող, դրանից շահում է նաև գործատուն, դրանից շահում է նաև Հայաստանի Հանրապետության տնտեսություն եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը պետություն ինքնին, որովհետև ցանկացած պետության բոլորը շատ լավ գիտենք, որ շարժիչ ուժերից մեկը դա աշխատող մարդն է։ Եթե տնտեսությունը առանց աշխատող մարդու գոյություն չունի։ Մենք գիտենք, որ բազում խնդիրներ են առաջանում, հա, գործատու աշխատողի միջև, բայց ամենատարածված խախտումները աշխատանքային իրավունքի որոնք են, որոնք դուք առանձնացրել եք։ Տեսեք, մեծ եւ հաճախ հանդիպող խնդիրներից մեկը դա աշխատանքային պայմանագրի չկնքելն է։ Որպես կանոն աշխատողները աշխատում են որոշ ժամանակ առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, գործատուները գտնում են որոշակի, այսպես ասած, ձևակերպումներ, բա դու էլ փորձաշրջան ես անցնում, փորձաշրջանից հետո կորոշենք, բայց աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, որ փորձաշրջանն էլ պիտի պայմանագրով լինի, այսինքն դու աշխատանքային պայմանագիրը կնքում ես, գրում ես, որ փորձաշրջանը 3 ամիս է կամ 2, առավելագույնը 3 ամիս կարող է լինել, եթե 3 ամիս հետո չեք ուզում իրար հետ աշխատել, կողմերից մեկը չի համաձայնում, աշխատանքային պայմանագիրը լուծվում է եւ չեն շարունակում աշխատել։ Բայց գործատուները ինչի համար սա չեն ուզում անել, որովհետև այդ աշխատողներին աշխատեցնում են, վերջում այդ 3 ամիս աշխատեցնում են, վերջում ասում են դու փորձաշրջանը լավ չանցար, գումարը չենք տալիս։ Այսինքն փորձաշրջանը ցանկացած դեպքում վճարովի։ Միանշանակ պիտի վճարովի լինի։ Երկրորդը որպես կանոն աշխատավարձի չափը ենթադրենք վճարվելու է մարդուն 250,000 դրամ, բայց ասում է արի քո աշխատավարձը գրենք 75,000 դրամ նվազագույն աշխատավարձ է, մնացածը արդեն ես կողքից կտամ քեզ։ Աշխատողը կաշկանդված է, չգիտի ինչ ասի, չէ, համաձայն չեմ պիտի 250,000-ը 250,000-ի աշխատանքային պայմանագիր գրեք, կարող գործատուն ասի, դեպքում չեմ ընդունի աշխատակի։ Համաձայնվի այդ դեպքում արդեն եկամտային հարկնաքիչ գանձվելու, այսինքն իր կենսաթոշակային ֆոնդնակին չլինելու։ Այսինքն բազմաթիվ խնդիրներ կան, իսկ այն գործատուների մոտ, որտեղ որ իրական արհմիություններ կան, որևէ գործատու չի համարձակվի մարդուն ասի արի քեզ նվազագույն աշխատավարձ 75,000 դրամ գրանցեմ, բայց քեզ 250,000 դրամ եմ տալու։ Բացի դրանից բազմաթիվ են խնդիրները արձակուրդարիների հետ կապված, որ արձակուրդարիները չեն ձևակերպում կամ ձևակերպում են մարդուն չեն վճարում այդ արձակուրդարիները։ Բազմաթիվ են
խնդիրները աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ անելու հետ կապված, վերջնահաշվարկ չեն անում։ Գործատուն իր նախաձեռնությամբ եթե ազատում է աշխատանքից, աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով պետք է վերջնահաշվարկ անի աշխատողին։ Վերջնահաշվարկները չի արվում։ Բացի դրանից նշում են, որ պայմանագրերին վերադառնալով, որ իրավաբանորեն ոչ ճիշտ պայմանագրեր են հաճախ նաև կնքում, այսինքն աշխատողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինքը ունի պայմանագիր, բայց իրականում այդ պայմանագիրը չի համապատասխանում այն բոլոր նորմերին։ Այդպիսի դեպքեր լինում են։ Իհարկե, բազմաթիվ են այդպիսի դեպքերը, բայց տեսեք, քանի որ աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, թե աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքային պայմանագրին հավասարազոր ներքին անհատական իրավական ակտ է, այսինքն գործատուն կարող է հրամանով աշխատանքի ընդունել, ոչ թե աշխատանքային պայմանագրով, հա։ Աշխատանքային օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ կետեր պիտի պարտադիր լինեն աշխատանքային պայմանագրում։ Եթե այդ կետերից որևիցե մեկը բացակայում է եւ հակասում է աշխատանքային օրենսգրքին, այսպես թե այնպես գործելու է աշխատանքային օրենսգրքի հոդված, այսինքն դու չես կարող այնտեղ գրել մի բան, որը հակասում է աշխատանքային օրենսգրքին։ Եթե հակասեց, մեկը այդ աշխատանքային պայմանագրում տեղ գտած կետը համարվում է առ ոչինչ եւ ինքը չի գործում։ Այո, լինում են դեպքեր, երբ կամ գործատուն դիտավորյալ անգրագետ աշխատանքային պայմանագիր է կնքում, հետագայում արդեն աշխատողը եթե ուզենա իր շահերը պաշտպանել, այդ դեպքում խնդիրների առաջ կկանգնի, որոշ դեպքերում նույնիսկ ոչ դիտավորյալ, քանի փոքր կազմակերպություններում միգուցե գործատուն ցանկություն չի ունենում առանձին իրավաբան աշխատանքի ընդունել կամ HR մասնագետ աշխատանքի ընդունել, իրենք են աշխատանքային պայմանագիրը կազմում ու այդպիսի ոչ գրակետ աշխատանքային պայմանագրեր են, բայց նորից վերադառնամ ասելով, որ այն գործատուի մոտ, որտեղ կա արհեստակցական կազմակերպություն, ձևավորված արհմություններ, չի կարող այդտեղի աշխատանքային պայմանագիրը վատ լինել, որովհետև արհեստակցական կազմակերպությունը ուշի-ուշով հետևելու է բոլոր ներքին իրավական եւ անհատական իրավական ակտերին, թե այդ իրավական ակտերը, որովհետեւ այդ գործառույթը ունի արհմություն աշխատանքային օրենսգրքով, աշխատանքային օրենսգիրքը արհեստակցական կազմակերպություններին տվել է ոչ պետական վերահսկողություն ձևակերպում, որ արհմությունը կարող է ոչ պետական վերահսկողություն անել։ Այսինքն հանգիստ կարող է ինքը գործատուից ուզել ցանկացած ներքին իրավական կամ անհատական իրավական ակտ, ուսումնասիրել դա արդյոք համապատասխանում է աշխատանքային օրենսգրքին, արհմությունների մասին օրենքին եւ ընդհանուր առմամբ գործող օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության։ Դրա համար այն գործատուների մոտ, որտեղ արհմությունները եւ կյանքով է ապացուցված, հա, փորձով է ապացուցված, որ այն գործատուների մոտ, որտեղ գործում են արհմություններ եւ կան արհմություններ, աշխատողների շահերը շատ ավելի ի սկզբանե արդեն աշխատանքային պայմանագիրը կնքելուց սկսված պաշտպանված է, քան այն գործատուների մոտ, որտեղ արհմություններ չկան։ Ես կուզեի այդ խնդիրները մասնավորեցնենք երկու թիրախային խմբում, տարեցներ եւ երիտասարդներ, այստեղ աշխատանքային իրավունքի խախտումները ավելի շատ են, թե տպավորությունն է այդպիսին։ Տեսեք, ինչ վերաբերում է տարեցներին, այստեղ խնդիրը կապված է ավելի շատ կենսաթոշակային տարիքի հետ կապված։ Ես կարծում եմ, որ ցանկացած անձի ոչ թե պետք է գործատուն գնահատի իր ֆիզիոլոգիական տարիքով, այլ իր մասնագիտական ունակություններով։ Այսինքն, եթե դուք մարդուն ասում եք, գիտեք, իշքա ձեր կենսաթոշակային տարիքը լրացել է, այլևս ես ձեր հետ չեմ ուզում աշխատել, դա խտրականություն է։ Դա նաև սահմանադրության խախտում է։ Ես մի 15 տարի առաջ չեմ ուզում անուն տալ, Հայաստանի բուհերից մեկի ամբիոնի վարիշներին ազատում են աշխատանքից։ Աշխատանքային օրենսգիրքը այդ ժամանակ հնարավորություններ տալիս կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ գործատուն միակողմանի կարող աշխատանքային պայմանագիր լուծել։ Թվում է թե գործատուն որևէ օրենք չի խախտել, օրենք հնարավորություն տալիս է, գործատուն օգտվել է այդ օրենքից, արհմությունն էլ այստեղ անելու բան չունի, որովհետև իրավունք չի խախտվել, գործատուն ասում է լրացել է կենսաթոշակային տարիքը, ես պիտի ազատեմ։ Գործատուն դիմեց դատարան, ներողություն, աշխատողը դիմեց դատարան ազատված այդ ամբիոնի վարիչը։ Եվ դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ դիմեն սահմանադրական դատարան, վիճարկելու օրենքի աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի այդ կետի դրույթը կենսաթոշակային տարիքի հետ կապված։ Ու սահմանադրական դատարանը շատ, այսպես ասած, աշխատողամետ, եթե կարելի է այդպիսի տերմին օգտագործել, որոշում կայացրեց եւ ասաց, որ այդ կետը հակասում է սահմանադրությանը եւ չի կարելի մարդուն զուտ իր տարիքի հետ կապված, որովհետեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ինչ է ասում, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի աշխատելու անկախ իր ռասայից, տարիքից, մաշկի գույնից, չգիտեմ, ազգությունից, հա։ Այսինքն մարդուն դու չես կարող մենակ նրա համար, որ ինքը եկել 63 տարեկան է դարձել կամ բարձր է, աշխատանքից ազատել։ Հատկապես այդ ոլորտում։ Իհարկե, հետո տեսեք, փորձը ցույց է տալիս, որ մարդու ֆիզիոլոգիական տարիքը երբեմն բացարձակապես կապ չունի իր մասնագիտական ունակությունների հետ, որովհետև մենք այսօր ունենք
30-40 տարեկան մասնագետներ, որ շատ ավելի վատ վիճակում են գտնվում մասնագիտական առումով, ավելի այսպես քիչ պատրաստված չեն ուզում աշխատել, քան այն մասնագետները, որոնք 70 են կամ 70-ից բարձր են։ Դրա համար գործատուն ունի հետաքրքիր գործիք։ Դա ատեստացիան է, այսինքն մարդուն ոչ թե պետք է ազատել աշխատանքից, որ ինքը կենսաթոշակային տարիքի է հասել, իհարկե աշխատանքային օրենսգիրքը հիմա էլ թույլ չի տալիս, բայց այնուամենայնիվ, այլ եկեք ատեստացիա անենք, տարիքին չնայենք։ Մարդը թող ատեստացիան անցնի, կանցնի ատեստացիան, կբավարարի այն չափանիշներին, այսինքն ցանկացած գործատուն այ պետք է ունենա պաշտոնի անձնագիր, եւ պաշտոնի անձնագրում հստակ պիտի նշված լինի այդ մարդը թե ինչ պարտավորություններ ունի եւ ինչ որակներ պիտի ունենա այդ պաշտոնին աշխատելու համար, հա։ Ատեստացիան կանենք, ատեստացիան կանցնի, վեճ մարդը աշխատելու է, կապ չունի իր տարիքից։ Չի անցնի ատեստացիան, շատ բարի աշխատանքային օրենսգիրքը թույլ է տալիս ազատել մարդուն աշխատանքից։ Դրա համար կարծում եմ, որ այս պարագայում դա խտրական վերաբերմունք է կենսաթոշակային կամ տարիքի հետ կապված մարդուն հետաբնդել աշխատանքից ազատելու համար, բայց այստեղ մենք մեկ այլ խնդիր ունենք։ Մենք ոչ թե պետք է այնպես անենք, որ միջոցներ գտնենք, որ մարդը հենց տարիքը առաջացած տարիքի հասավ ազատենք աշխատանքից, այլ ընդհակառակը պետությունը պետք է մտածի այնպիսի մեխանիզմներ, այնպիսի կենսաթոշակ արժանապատիվ ապահովի, որ մարդը ինքը ուզենա գալ հասնելով 65 տարեկանին, ասի այլևս չեմ ուզում աշխատել, ուզում եմ գնալ իմ վաստակած թոշակին, հա։ Ինչի պիտի օրինակի համար ազգային ժողովի падգամավորը իր կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ստանա ազգային ժողովի падգամավորի աշխատավարձի 70%-ի չափով, բայց օրինակ պրոֆեսորը, ով տարիներ շարունակ կրթել է սերունդներ եւ այդ падգամավորներին է նաեւ կրթել, թեպետ երեկվա դեպքերից հետո կասկածում եմ, որ падգամավորների մեծամասնությունը գոնե բարեկիրթ են, հա, պիտի այդ մարդիկ իրենց աշխատավարձի 70%-ի չափով կենսաթոշակ ստանան, իսկ այդ մարդիկ պիտի չստանան, այսինքն պետությունը եթե մտածի արժանապատիվ կենսաթոշակ տալու մասին, էլ այդ խնդիրը մենք չենք ունենա, մարդը ինքը արդեն կամովին զարգացած երկրներում ինչպես է, ամբողջ մարդիկ աշխատում, սպասում են երբ է գալու իրենց կենսաթոշակային տարիք լրանա, որ իրենք իրենց ձեռքով դիմումը գրեն, ասեն խնդրում ենք մեզ ազատել աշխատանքից, որ գնանք վայելենք մեր, այսպես ասած, ծերությունը։ Դրա համար կարծում եմ ոչ թե ելի եմ կրկնում, պետք է մտածել թե ինչպես անենք, որ ազատվենք տարիքով աշխատողներից, որովհետև տարիքով աշխատողները նաև մեծ վաստակ ունեն։ Չի կարելի, ճիշտ չի, բացի օրենքից նաև բարոյական չի։ Իսկ օրենսդրական փոփոխությունները կամ նորմերը վերջերս որ արված փոփոխություններն էլ համակցված դրա հետ թույլ տալիս են այս ամեն ինչը կանխել կամ տարեցների համար նորմալ աշխատանքային պայմաններ ապահովել։ Ի ուրախություն մեծ էդ էի ասում ես, քանի որ դեռևս 15 տարի առաջ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց աշխատանքային օրենսգրքի տվյալ կետը հոդվածի 113-րդ հոդվածի տվյալ կետը, որ կենսաթոշակային տարիքի հետ կապված գործատուն կարող է միակողմանի լուծել աշխատանքային պայմանագիր, հիմա այդ խնդիրը չկա, այսինքն գործատուն չի կարող մենակ նրա համար, որ մարդը կենսաթոշակային տարիքի է հասել, ազատել աշխատանքից, այսինքն օրենսդրությունը արգելում է նմանատիպ խտրականությամբ մարդուն ազատել աշխատանքից, այսինքն օրենսդրության հետ կապված մենք այդ խնդիրը չունենք, բայց այնուամենայնիվ մենք ունենք պետք է գործատուների մոտ այդ իրավագիտակցությունը բարձրանա մարդկային փոխհարաբերությունների մեջ, բարոյական դաշտում, որ մարդը տարիքը դա թերություն չի, տարիքը դա առավելություն է, տարիքը դա փորձ է, չի կարելի մարդուն զուտ տարիքի համար օրենքը թույլ չի տալիս կենսաթոշակայինով ազատել, հետապնդենք այլ ձևով ազատենք, մենակ նրա համար, որ ինքը եկել հասել է, չգիտեմ, 60 քանի տարեկանի կամ 70 քանի տարեկան։ Դրա համար այո, մենք այստեղ աշխատանք ունենք անելու, պետությունն է աշխատանք ունենու անելու, մենք պետք է մշակույթ ձևավորենք, որ ոչ թե պետք է առաջնորդվել մարդու տարիքով, այլ պետք է առաջնորդվել մարդու գիտելիքներով։ Եվ իր ունակություններով, արդյոք ինքը համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, թե ոչ։ Դա պիտի լինի առաջնահերթ, եւ ոչ թե սեռը, գույնը, չգիտեմ, տարիքը կամ ազգությունը։ Իսկ երիտասարդների դեպքում էլի տարիքով պայմանավորված են խնդիրներ առաջանում։ Տեսեք, երիտասարդների հետ կապված խնդիրը հետեւյալն է, որպես կանոն նոր աշխատաշուկա դուրս եկած մասնակետը միշտ պրոբլեմ է ունենում, եթե նույնիսկ ինքը շատ լավ մասնագետ է ինչի համար, որովհետև ցանկացած գործատու պահանջում է փորձով աշխատող։ Բայց հիմա եթե բոլորս պահանջենք փորձով աշխատող, այդ մարդիկ ինչ-որ միտեղ պիտի աշխատեն, որ փորձ ձեռք բերեն։ Իհարկե լինում են դեպքեր, երբ գործատուն դժկամությամբ ընդունում է մարդուն, մտածելով որ անփորձ է, բայց հետո դառնում է իր համար անփոխարինելի աշխատող, որովհետև տեսնում է, որ ինքը շատ լավ մասնագետ է։ Այդ դրա համար աշխատանքային օրենսգիրքը հնարավորություն է տալիս 3 ամսյա փորձաշրջան։ Այսինքն այդ փորձաշրջանը ոչ թե գործատուների համար պետք է լինի
առիթից օգտվելու եւ շահագործելու աշխատողին, այսինքն ասես փորձաշրջան եմ կանչում, դե փորձաշրջանը չանցար, էլ չես աշխատի։ Այլ ընդհակառակ էլ որ դու ասում ես ինձ փորձով մասնագետ է պետք, աշխատանքային օրենսգիրքն ասում ես տալիս եմ այդ հնարավորությունը։ Դու աշխատողին 3 ամսով ընդունի աշխատանքի փորձաշրջանով։ 3 ամիս հետո, եթե կհամարես, որ ինքը չի համապատասխանում քո չափորոշիչներին, քո պահանջներին եւ մասնագիտական որակներին, աշխատանքային պայմանագիրը մի շարունակի, եթե կհամապատասխանի շարունակի։ Եվ կարծում եմ այս սրանից այս հնարավորության պարագայում կարծում եմ երիտասարդ մասնագետները կամաց կարողանան նոր աշխատաշուկա մտնող մասնագետները կամաց կարողանան այդ հարցին լուծում տալ։ Ինչի համար եմ սա ասում։ Հիմա տեսեք, նորից եմ անդրադառնում ուզած-չուզած արհմիությունների գոյությանը։ Եթե գործատուի մոտ արհմիությունը կա, արհմիությունը նաև այդ մարդուն 3 ամսյա փորձաշրջանը անցնում, նաև ուշով հետևում է, որ գործատուն արդյոք այդ մարդուն փորձում է շահագործել, թե իրականում փորձաշրջան է անցնում։ Իսկ եթե արհմիությունը չկա, այդ ոչ պետական վերահսկողությունը չկա, գործատուն կարող է շահագործել։ Աշխատողը դուք պատկերացրեք, նոր ավարտ աղջիկ կամ տղա մտել է մի տեղ աշխատելու, ինքը փորձելու է չէ լավագույնս իրեն դրսևորել։ Ասենք 8 ժամի փոխարեն կարող 10 ժամ աշխատի, 12 ժամ աշխատի, բայց հետո վերջում 3 ամիս հետո ասի դե չէ, չես համապատասխանում, հետո մյուս զոհին բերի, աշխատացնի 3 ամիս նորից ճամփու դնի։ Իսկ արհմիության գոյության պարագայում չի կարող նման բան լինել, եթե իրական արհմիություն է։ Իսկ արհմիություն ներգրավել ինչ ռեսուրս, ֆինանսական ռեսուրս է պահանջում նաև թե ինչ, թե տեղեկատվության պակաս կա մարդկանց գործատուների մոտ եւ նաև գործատուների իրավունքների պաշտպանությամբ էլ է զբաղվում արհմիությունը։ Բնականաբար ոչ, գործատուների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում է գործատուների միությունը, որը Հայաստանի Հանրապետությունում գործում է։ Իսկ արհմիությունում ներգրավելու սկզբունքը հետևյալն է. եթե գոյություն ունի արհմիությունը գործատուի մոտ, ինքը գնում պարզապես դիմում է գրում, որ ուզում եմ անդամագրվել ձեր արհմիության շարքերը եւ իր աշխատավարձից 1% անդամավճար է գանձում։ Իսկ եթե արհմիություն չկա, նախաձեռնում են 3 աշխատողով, նվազագույնը եւ ստեղծում են արհմիություն։ Հիմա տեսեք, որպես կանոն մարդիկ ասում են հետևյալը, ասում է, ես որ իմ աշխատավարձի 1%-ը տալիս եմ, այսպես ժողովրդական լեզվով ասեմ, ասում եմ, իմ քյարը ո՞րն է։ Ասում ես եղբայր, նախ արհմիությունը քյարի համար չի։ Արհմիությունը նրա համար է, որ դու նույնիսկ քո տանը նստած տեղը, քո աշխատավայրում նստած տեղը ինքը քո շահերը պաշտպանում է։ Այսինքն դու ապահովագրված ես։ Օրինակ եմ բերում, ասում եմ, լսեք, մարդը ավտոմեքենայի ապահովագրություն է անում։ Պարտադիր չի որ չէ մեքենան խփես, այսինքն վթարի ենթարկես։ Դու տարիներ շարունակ կարող ես ապահովագրել ու երբևիցե, չգիտեմ, 5, 6, 7, 8 տարի մեքենան վթարի չի ենթարկվի, ոչ քեզ խփեն, ոչ դու խփես։ Բայց գալիս է մի պահ, որ մեծ վթար է տեղի ունենում եւ մեծ գումար եւ այսպես ասած ապահովագրական կազմակերպությունը, իհարկե, եթե պատասխանատու ապահովագրական կազմակերպությունը փոխհատուցում է։ Ուրեմն արհմիությունը համարյա նմանատիպ մի բան է։ Դու ամեն ամիս քո աշխատավարձի 1%-ը տալիս ես, հանձնարարում ես արհմիության, ասում ես, լսի, եղբայր, ես իմ աշխատավարձի 1%-ը տալիս եմ քեզ, որ դու իմ շահերով հետաքրքրվես, թե գործատունի ինչ ներքին իրավական ակտեր ընդունում, որ հանկարծ իմ շահերը պիտի ոտնահարի։ Ինչ անհատական իրավական ակտեր ընդունում, որ հանկարծ կարող է իմ շահերը ոտնահարի։ Ինձ փորձի ապօրինի աշխատանքից ազատել, դու իմ կողքը պիտի կանգնես։ Կարող է տարիներ շարունակ դու դրա անհրաժեշտությունը չունենաս։ Քեզ գործատուն տարիներ շարունակ աշխատանքից չազատի, բայց կարող է գալ մի պահ, որ դու դրա անհրաժեշտությունը ունենաս։ Հիմա ես իմ փորձով ասեմ։ Երևանի պետական համալսարանում 2019 թվականին եկավ ռեկտորի մի պաշտոնակատար, որը փորձ արեց հաշվապահության 35 աշխատողների մեկ հրամանով ազատել աշխատանքից։ Բնականաբար ես այդ ժամանակ Երևանի պետական համալսարանի արհմիության նախագահն էի։ Բնականաբար կոլեկտիվ պայմանագրի նաև շնորհիվ, քանի որ մենք ունեինք կոլեկտիվ պայմանագիր եւ կոլեկտիվ պայմանագրում հստակ նշված էր, որ գործատուն աշխատանքից ազատելու ժամանակ պարտավոր է հարցնել արհմիության կարծիք, այսինքն արհմիությունը եթե դեմ ենք չի կարող ազատել։ Եվ հարցում ուղարկեց, որ ես մարդկանց ուզում եմ աշխատանքից ազատել, արհմիությունը բնականաբար ասեց ոչ, չես կարող ազատել։ Ու այդ մարդիկ աշխատանքից չազատվեցին, ու այդ մարդիկ մինչև այսօր, ամեն օր, ես հիմա էլ համալսարանի արհմիության նախագահ չեմ, ամեն անգամ որ ես մտնում եմ Երևանի պետական համալսարան, այդ ստորաբաժանման աշխատողներից տեսնում են, ասում են մենք ժամանակ առ ժամանակ բոլորին ասում ենք, որ արհմիությունը այսպես ասած հանգարցակի է գալու ձեզ օգնության։ Այնպես չի որ ամեն անգամ դուք պիտի զգաք, անպայման չի որ դուք արհմիությունից պահանջեք մարտ 7-ին, չգիտեմ, այդ բամբանյար կա, նոր տարուն, չգիտեմ, այդ շամպայն դա, դրա համար չի արհմիությունը։ Չգիտեմ, ինչ որ մեկին ուղարկի ինչ որ մտեղ հանգստանալու։ Դրանք բոլորը ածանցյալ են։ Դա չի արհմիության գործառույթը։ Արհմիության գործառույթը հետևյալն է, որ գործատուի մոտ պետք է գործատուի թիկունքին շնչի, որ գործատուն չընդունի այնպիսի իրավական ակտեր, որը կհակասի
աշխատողների շահերին եւ չփորձի աշխատողին հանգարց իր իրավունքները ոտնահարելով փորձի ապօրինաբար աշխատանքից ազատել կամ թեկուզ ինչի՞ չէ նաև լինում են դեպքեր որ չգիտեմ ինչ որ մի առիթով ցանկանում է աշխատողին նկատողություն տալ ասենք նաև արհմիությունն նաև նրա համար որ ասի եկեք ծառայական քննություն նշանենք տեսնենք արդյոք պետք է այս մարդուն նկատողություն տալ թե չէ Այդ դրա համար է արհմիությունը պետք այդ դրա համար եւ դրա համար դու ինչ ես անում ընդհանրապես քո աշխատավարձի 1%-ը տալիս ես արհմիությանը եւ արհմիությունը օրնի բուն աշխատում է եւ հետեւում է որ քո աշխատանքային իրավունքները չոտնահարվեն եւ պաշտպանված լինեն Հակառակ դեպքում արդեն իրավաբան, փաստաբան Իհարկե, հակառակ դեպքում ավելի ծանր ու ավելի թանկ է նստելու քո վրա։ Ենթադրենք քեզ ապօրինի աշխատանքից ազատեցին, արհմիություն չկա, դու գնացիր փաստաբանի մոտ։ Այսօր ցանկացած աշխատանքային վեճը նվազագույնը 300,000 դրամ է։ Այդ ամենը քիչն եմ ասում, որ խղճով փաստաբան լինի, զգա որ չգիտեմ, այդ մարդ շատ ցածր աշխատավարձ է ստանում, աշխատանքային իրավունքի խախտում կա, դա ամենանվազագույնն եմ ասում։ Բացի դրանից, հետո չգիտես, առաջի ատյան, կարող է հաղթես առաջի ատյանում, գործադուն բողոքարկի վերաքննիչ, դրա համար արդեն առանձին նորից պիտի փաստաբանին վճարես, հետո վճռաբեկ, դրա համար առանձին պիտի փաստաբանին վճարես, հետո չգիտես ինչ կլինի, կվերականգնվես, չես վերականգնվի, ինչպիսի արդարադատություն կլինի, իսկ արհմիությունը արդեն տեղում անմիջապես է հարցը լուծում։ Ինքը անմիջապես զբաղվում է քո իրավունքով, այսինքն հարցը չի գալիս հասնում դատարաններ։ Դա նաև գործատուներին է օգուտ, որովհետև գործատուն կարող է էմոցիոնալ ֆոնի վրա ինչ-որ մի պահի տակ, չգիտեմ, աշխատողից ինչ-որ մի բանով դժգոհի ու ասի, մի խոսքով ազատում եմ աշխատանքից, հրամանը տա ազատի, հետո արդեն հետ քայլի ինքն էլ մտածի դե լավ հետ քայլել պետք չի որ անեմ, եթե նույնիսկ մտածում է որ սխալվել է։ Իսկ արհմիության գոյության պարագայում արհմիությունը կասի մի րոպե, եկեք 1 օր, 2 օր համբերենք, եթե դուք կարծում եք որ իրականում կա խախտում եկեք մի ծառայական քննություն նշանակենք հանձնաժողով ձևավոր այսինքն այդ ամեն ինչ արհմիությունը դառնում է աշխատողի եւ գործատուի միջև բանակցողը սոցիալական գործընկերը դառնում է աշխատողի շահերի պաշտպան իսկ գործատուի համար դառնում է սոցիալական գործընկեր որ նաեւ գործատուին այսպես ասեմ պահի տակ որոշումներ կայացնելուց հետ է պահում Եվ զրույցն ամփոփելով վիճակագրություն կա ավելի շատ են մարդիկ օգտվում հա արհմիություններից թե ոչ դիմում են արդյոք Տեսեք, փաստը ցույց է տալիս, որ այն աշխատավայրերում, որտեղ կան իրական արհմիություններ, այսինքն գործատուն որովհետև լինում են դեպքեր, որ գործատուն ինքը իր կողմից արհմիություն է ստեղծում, որ այլ արհմիություն հանկարծ չստեղծվի, ասում ավելի լավ է ստեղծեմ, դա կոչվում է արդեն դեղին արհմիություն կամ գրպանային արհմիություն։ Եթե այն գործատուների մոտ, որտեղ չկան գրպանային արհմիություններ կամ դեղին արհմիություններ, իրական արհմիություններ են, այո, այդտեղ աշխատողները դիմում են, որովհետև գիտեն, որ արհմիությունը հաստատ իր շահերը պաշտպանելու է։ Իսկ այնտեղ, որտեղ չկա արհմիություն կամ կա դեղին կամ գրպանային արհմիություն է, նույնիսկ այդ արհմիություն չեն դիմում ինչի համար, որովհետև իրենք գիտեն, որ եկան կես բառ ասեցին, արդեն գործատուն իմանալու է։ Նաև արհմիություն ինչի համար է, հա Մարդը նաև գալիս իր դժգոհությունն է հայտնում, բողոքն է հայտնում գործատուից, նույն կարող է լիցքաթափվում է, եղել են դեպքեր, որ մարդը եկել է բորբոքված խոսել, ասել ենք լավ, հիմա անցնենք ինչ ասեցիք, մենք ձեզ լսեցինք, հիմա անցնենք իրավականին, ասել կլինի մի օր մտածեմ գամ, ասենք մի օր հետո եկել է, ասել չէ, ոնց որ ամեն ինչ կարգավորվում է։ Իսկ եթե որ դեղին արհմիություն լիներ, այդ ինչ որ ասել էր, գնալու էր գործատուին պատմեր, ավելի էր վատթարանալու այդ աշխատողի վիճակը։ Դրա համար եմ ասում, եթե աշխատողները զգում են, որ իրական արհմիություն է, իրական իրենց շահերը պաշտպանող արհմիություն է, միանշանակ դիմում են։ Դա իմ փորձից դուրս գալով եմ ասում, ես շուրջ 15 տարի եղել եմ Երևանի պետական համալսարանի արհմիության նախագահ եւ իմ փորձով կարող եմ ասել, որ իհարկե շատ դժվար է գործատուի հետ մի գործատուի հետ որտեղ դու նստած ես ու պաշտպանում ես աշխատողների շահերը, շատ բարդ է միջանձնային հարաբերությունների մեջ, այսպես չասեմ կոնֆլիկտի գնալ, գոնե խնդիրներ ստեղծել գործատուի համար, բայց այնուամենայնիվ ժամանակ առ ժամանակ, եթե սոցիալական բարձր պատասխանատվություն ունեցող գործատու ինքն էլ է հասկանում, որ արհմիության գոյությունը նաև իրեն օգուտ է, որովհետև արհմիությունները, որ լինում են ուժեղ, որպես կանոն գործատուն նաև դատարաններում քիչ բողոքարկումներ է ունենում։ Իսկ այն գործատուն, որը դատարանում իր դեմ քիչ բողոքարկումներ ունի, նշանակում է այդ գործատուն լավ գործատու է։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։